Իմ պատկերացումներով դեռ ժամանակ կա եւ մենք կառուցողական ենք տրամադրված, որբիսի հիմնավորելով մեր այն առաջարկները, որոնք այս պայթերությամբ դեռ չեն ընդունվել, որբիսի կարողանանք առաջիկայում ընդունենք։ Ես դրանից սկսեվերեի կառանձնացնեի մի քանիսը, մասնավորապես խոսք է գնում համամասնական ընտրակարգի հետ կապված, դուք գիտեք, որ այլևս որպես խորհրդարանական կառավարման մոդել ընտրված երկիր մեր հասարակությունը քվեարկել է մի սահմանադրություն, որտեղ գրված է, որ 100% համամասնական ընտրակարգ պետք է լինի, բայց հիմա մենք գործ ունենք ոչ թե 100% համամասնական ընտրակարգի հետ, այլ 50-50, այսպես ասած, ռեյտինգային մի քվեարկություն է մտցնում նորամուծություն, որը քողարկված մեծամասնական ընտրակարգն է։ Եվ ինչ է ստացվում, սա ըստ էության նահանջ է բոլորիս աչքի առաջ եւ մոլորության մեջ է հայտնվելու մեր ժողովուրդը, ովքեր ամիսներ առաջ սահմանադրություն են քվեարկվել։ Ինչի եմ սա ասում հետընթաց քայլ է, ավելին, որ նաև առաջարկվում է 50% գործող 30%-ի փոխարեն։ Այսինքն հերթական անգամ սա լավագույն խթանն է, որովհետեւ այն օլիգարխները, թաղային հեղինակությունները նորից հայտնվեն խորհրդարանում։ Հաջորդ կարևորագույն խնդիրը դա ամփոփման գործընթացն է, որը լուրջ մտահոգություն է առաջացրել մեզ եւ հիմա ես նորից կրկնում եմ 3 քննարկման առաջ իմ առաջ ասած, որ շուրջ 300,000 տվյալ է ամփոփելու կենտրոնական դրական հանձնաժողովը, անհայտ է, թե ինչու են կնդրատարածքային դրական հանձնաժողովներից, այդ 41 տարածքային հանձնաժողովներից ամփոփման գործընթացը փոխանցում կենտրոնական դրական հանձնաժողովին։ Ոնց են ամփոփելու։ Ես ընդամենը ժամանակագրությունն ասեմ եւ վերջի իրադարձությունները։ Մեկ օրինակ բերեմ, Թալինում 3 տեղամաս կար, ավականու 30 անդամության տեխնաձու։ Մինչև լուսադեմին ժամը 4:00-ն դեռ ամփոփված չէր ավականու արդյունքները, որովհետեւ քաղաքապետի արդյունքները ամփոփեին եւ հաշվարկեն։ Այն դեպքում, երբ հրազդանում գործում էր 28 տեղամաս եւ 28 տեղամասում քաղաքապետի ընտրությունները ամփոփվեց եւ արդեն իսկ 12:00, 12:30 մենք ունենք կոնկրետ պատկեր։ Հիմա ինչին է խնդիրը։ Այսինքն ինչ ենք փորձում մենք սրանով անել։ Փորձում ենք, որ այսինքն այնքան է ամեն ինչ աղավաղվե հիմա, որ եթե դիցուկ վերցնենք 10 կուսակցություն մասնակցեն եւ այդ ռեյտինգայինին 5-ից 15 տեխնաձու առաջադրենք, ստացվի ամեն մի տեղամասում, որ կունենանք 150 տեխնաձու, այսինքն 10 կուսակցություն անգամ 15 տեխնաձու։ Եվ դա գրվելու է մեկ բուլետինի վրա, մեկ քվեատեշտիկի վրա, եւ կուսակցության անվանումը եւ ռեյտինգային տեխնաձուների։ Այսինքն այս պարագայում տեսականորեն հնարավոր է, որ 150 հոգի մասնակցեն ամեն տեղամասում։ Այստեղ ըստ էության մենք գործ ունենք 150 տվյալի հետ։ Պատկերացրեք 150 անգամ 2000 տեղամաս։ Ոնց է ամփոփելու կենտրոնական դրական հանձնաժողովը։ Եվ ամփոփելու է ըստ էության աղյուսակավորված արդյունքների հիման վրա։ Այսինքն ոնց է այդ օպերատորը օրեր շարունակ չքնի, ժամեր շարունակ եւ ուղարկի։ Եվ վերջի զավեշտը կայանում է նրանում, որ հաջորդ օրը ըստ այս նախագծի կենտրոնական դրական հանձնաժողովը պետք է հաղորդի նախնական տվյալները ամփոփ ընտրության ավարտից հետո հաջորդ օրը ժամը 20:00-ին։ Սա գրված է օրենքով այն դեպքում, երբ մեր բողոքարկելու իրավունքը ավարտվում է հաջորդ օրը 18:00-ին։ Եվ այս տեսանկյունից ավարտեմ խոսքս, որ ինչն ենք բողոքարկելու, երբ տվյալը հրապարակված չի։